Հայաստանում և Սփյուռքում առողջապահական և բժշկական գիտելիքների քարոզչության համար։ Հաղթողը որոշվել է փորձագիտական գնահատման արդյունքներով։ Իսկ հաղթողի անունը հրապարակելու և տարվա բժիշկ մրցանակը հանձնելու համար բեմ ենք հրավիրում Համազգային վստահություն խորհրդի նախագահ Business News կենտրոնի տնօրեն Աստղիկ Խաչատրյանին։ Աստղիկ Խաչատրյան։ Օգտվելով առիթից թույլ Համազգային վստահություն խորհրդի անունից շնորհավորել բոլոր բժիշկներին, բուժաշխատողներին, ցանկանալ անխոնջ եռանդ, առողջություն եւ այս նախաձեռնությունը խնդրում ենք ընդունել որպես մեր սիրո եւ երախտիկի խոստովանություն ձեզ։ Շնորհակալություն ենք հայտնում նաեւ հանրային հեռուստաընկերությունը մեզ աջակցելու համար։ Առողջ եղեք սիրելի բժիշկներ, որ մենք էլ առողջ լինենք։ Դավիթ Պետրոսյան։ Բժշկական գիտությունների տեխնացու Դավիթ Պետրոսյանի ուսուցիչներն են եղել պրոֆեսոր Ռոմեն Բորոյանը, ակադեմիկոսներ Սիմոն Միրզոյանը եւ Էմիլ Գաբրիելյանը։ Երկար տարիներ նա դեղաբանություն դասավանդել Երևանի պետական բժշկական համալսարանում։ 90-ականներին, երբ Հայաստանը հայտնվեց ծանր շրջափակման մեջ, Դավիթ Պետրոսյանն իր գործընկերների հետ կազմակերպում է Հայաստանին մատակարարում դեղերով։ Նա 9 ազգային բժշկագիտական կոնգրեսների կոմիտեների նախագահ է, 2001 թվականից վարում է հեղինակային բժշկական հաղորդումներ հեռուստատեսություններում։ Այս տարիների ընթացքում ձեռք է բերել մեծ փորձ մեդիա ոլորտում, վարել հաղորդումներ տարբեր ձևաչափերով, հարցազրույց, թոք-շոու, ուղիղ եթեր, մեծ հանդիսավոր միջոցառումների նկարահանումներ։ Ներկայումս զբաղվում է պրոդյուսերական աշխատանքներով, հայկական և ռուսական հեռուստաալիքներում հեղինակում և վարում է բժշկական զանազան հաղորդումներ։ Դավիթ Պետրոսյան։ Շնորհակալություն եմ հայտնում նորից Համազգային վստահություն խորհրդի անունից Դավիթ Պետրոսյանին մեր այս նախաձեռնությանը խորհրդատվություն կազմակերպելու, քաջալերելու եւ աջակցելու համար։ Շնորհակալություն բոլորից, որովհետեւ այս մրցանակը կոչվում է Համազգային վստահություն։ Այս ինչ որ ստացան բոլոր մեր գոլեգաները, դա եղել է մեր ժողովրդի կողմից որոշված խնդիր։ Դուք հիմա կհամոզվեք, թե ես ինչքան մարդասեր եմ եւ կարեկցող, որովհետեւ կասեմ ձեզ ընդամենը այն, ինչ որ ես ասում եմ ամեն հաղորդման վերջում։ Շնորհակալություն, մի հիվանդացեք։ Շնորհակալություն պարոն Պետրոսյան, շնորհակալություն ձեզ սիրելի հանդիսատես, որ այսքան երկար եղաք մեր կողքին, որ կիսեցիք մրցանակակիրների ուրախությունը, սովորաբար ավելի դժվար է կիսել մարդու հետ ուրախությունը, քան դժվար պահերը։ Այնպես որ բոլորից շնորհակալություն, մեծամեծ բարձունքների նվաճում եւ մասնագիտական մեծ հաջողություններ սիրելի բժիշկներ, եւ որ ամենակարևորն է առողջ եղեք։ Հավատանք եւ սիրենք մեր բժիշկներին եւ այս երգի կատարումը ես սիրով նվիրում եմ ձեզ բոլորիդ։ Որի անունն է Հայաստան, Հերսարի, քեզ համար բաց է թուղթան, քեզ այստեղ սիրում եմ ու սպասում, ամեն անգամ ասում, բարով եկար, քեզ այստեղ սիրում եմ ու սպասում, ամեն անգամ ասում, բարով եկար, մոտ կամ հեռու, ուր որ հիմա ապրում ես դու, Հայաստան ուրեմն լավն ես դու, քեզ իմ հոգին կտամ, իմ բարեկամ, Հայաստան ուրեմն լավն ես դու, քեզ իմ հոգին կտամ, իմ բարեկամ, այ մարդիկ եղեք ուրախ ու երջանիկ, իրար հետ, իրար համար ստեղծեք բարիք, դե կողքիդ գոնե մի հայ լինի, ուրեմն կյանքը քո ուրախ կանցնի, թե կողքիդ գոնե մի հայ լինի, ուրեմն կյանքը քո ուրախ կանցնի, մոտ կամ հեռու, ուր որ հիմա ապրում ես դու, Հայաստան ուրեմն լավն ես դու, քեզ իմ հոգին կտամ, իմ բարեկամ, մոտ կամ հեռու, ուր որ հիմա ապրում ես դու,
ես դու քեզ իմ հոգին կտամ իմ բարեկամ Այս դու ուրեմն լավն ես դու քեզ իմ հոգին կտամ իմ բարեկամ Մոտ կամ հեռու Ուրը որ հիմա ապրում ես դու Այս դու ուրեմն լավն ես դու քեզ իմ հոգին կտամ իմ բարեկամ Մոտ կամ հեռու Ուրը որ հիմա ապրում ես դու Այս դու ուրեմն լավն ես դու քեզ իմ հոգին կտամ իմ բարեկամ